Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը այսօր ցերեկը ժամանել է Մոսկվա։ Նրա ինքնաթիռը գիշերը երկնքում ավելի քան 1 ժամ պտտվելուց հետո չէր կարողացել իջնել Դաշնության մայրաքաղաքում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով եւ ստիպված վայրեջքեր կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովա օդակայանում։ Մոսկվայում Հայաստանի վարչապետը մասնակցում է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Փաշինյանի այցին զուգահեռ մեր հայրենակիցները բողոքի ցույց են կազմակերպել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց։ Ավելի քան 300 հայեր հակասահմանադրական են անվանել Հայաստանի իշխանությունների հոգևորականներին եւ գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները։ Միքայել Սրբազանին տեղափոխում են Իզմիլյան հիվանդանոց վիրահատության, հայտնել է նրա փաստաբանը։ Շաբաթներ առաջ էին Սրբազանի պաշտպանները գրավոր դիմել հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն ինչպես այսօր հայտնել է առողջապահության նախարարը, դիմումը մերժվել է ոչ պատշաճ լրացված լինելու պատճառով։ Դրանից հետո Միքայել Սրբազանի առողջական վատ վիճակի մասին ահազանգել էր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հայտնել, որ Սրբազանին անհապաղ վիրահատություն է պետք։ Երևանի Արցախի ներկայացուցչությունում իրավապահները խուզարկություն են արել, հայտնել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քրեական վարույթի մասին է խոսքը։ Չորեքշաբթի Համբուրգում Նիկոլ Փաշինյանը ասել է, որ արցախցիների վերադարձի հարցի քննարկումները վնասում են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին։ Այս շաբաթ Երևանում Արցախի խորհրդարաններ նախաձեռնել նման քննարկում։ Հայաստանում H3N2 տեսակի գրիպով հիվանդների աճ է գրանցվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ իրավիճակը դեռ վերահսկելի է։ Նա խորհուրդ է տվել հատկապես ռիսկի խմբերում գտնվողներին 65 տարեկանից բարձր, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պատվաստվել։ Ռուսաստանի մի շարք շրջաններում հակաօդային պաշտպանական համակարգերը ոչնչացրել են մոտ 300 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի վրա հարձակումը տևել է ավելի քան 3 ժամ։ Մայրաքաղաքի օդանավակայանները 7 ժամով դադարեցրել են թռիչքները, ինչի հետևանքով հետաձգվել եւ չեղարկվել է մոտ 200 չվերթ։ Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրությունը չի փոխվելու, հավատացրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա համաձայն չէ Ալիևի այն պնդմանը, որ գործող մայրօրենքում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Վարչապետ Փաշինյանը նորից կրկնել է իր այն միտքը, որ Արցախյան շարժումը փակված է եւ 120,000 տեղահանված մեր հայրենակիցները պետք է մնան Հայաստանում։ Վերադարձ չի լինելու։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը ավարտվել է եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չեն։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ որ անհասկանալի տերմինաբանություն, ինչ արևմտյան։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Եվ այո, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է դա ամբողջական իրականացվի։ Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող, Facebook-ում գրել է մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Մեր երկրի թույլ ղեկավարը թույլ տվեց Ադրբեջանին թելադրել իր պայմանները Բաքվում պահվող հայ գերիների հարցում եւ մյուս բոլոր հարցերում։ Ուժեղ բանակցողի առաջնորդությունը կփոխի իրավիճակը շուտով, նշել է Նարեկ Կարապետյանը։ Հայաստանում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող հիպոթեկային աջակցությունը կավելանա 20%-ով 400 միլիոն դրամով։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ 2025-ին այս ծրագրի համար հատկացվել էր 2.1 միլիարդ դրամ։ 2026-ին աջակցության գումարն ավելացնելու որոշում կայացվել է, քանի որ հոկտեմբերի վերջին արդեն միջոցները գրեթե սպառվել են։ Այս ծրագրով 2025-ին աջակցություն է ստացել ավելի քան 2500 ընտանիք։ Հայաստանում գործարկվում է մեկ միասնական արտակարգ զանգերի հեռախոսահամար 112, որը միավորում է ոստիկանության եւ փրկարարծառայության նախկին 102, 101, 911 հեռախոսահամարները։ Կառավարության նիստին ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանն ասել է, որ այս կերպ մեկ զանգի սպասարկումը կնվազի մինչև 10 վայրկյան, իսկ արձագանքի միջին տևողությունը մինչև 10 րոպե։ 102, 101, 911 համարները կշարունակեն գործել եւ կվերահասցեավորվեն 112-ին, մինչև դրանց անհրաժեշտությունն այլևս
չի լինի։ Շտապօգնության 103 հեռախոսահամարը կշարունակի գործել, սակայն ամբողջ տեղեկատվությունը կհաղորդվի միասնական հարթակի միջոցով, օնլայն ու մի քանի վայրկյանում։ Ոստիկանության եւ փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների 102-911-101 փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը Եվրոպական միության առավել տարածված եւ բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսումը դրական է գնահատվել նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայի ներկայացուցիչների հետ քննարկել է նախագահական ընտրություն անցկացնելու հնարավորությունը։ Նա այժմ սպասում է պատգամավորների առաջարկներին։ Ես թույլ չեմ տա Ուկրաինայի դեմ ուղղված որևէ շահարկում։ Եթե գործընկերները, այդ թվում Վաշինգտոնում գտնվող, խոսում են Ուկրաինայում ընտրությունների մասին, մենք պետք է յուրաքանչյուր հարցին եւ կասկածին ուկրաինական օրինական պատասխանը տանք, ասել է Զելենսկին։ Նրա խոսքով դա հեշտ չէ, բայց այս հարցի շուրջ ճնշումներն իրենց պետք չեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վենեսուելական ափերի մոտ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամեծ նավթատարի առգրավման մասին։ Ավելի քան 300 մետրանոց հսկայական տանկերը ուկրաինացի նավթային մագնատներից մեկինն է։ Եվրամիության երկրները գաղտնի քննարկել են Կիևին ֆինանսավորելու այլընտրանքային ծրագիրը, եթե չհաջողվի համաձայնության գալ Ռուսաստանի սառեցված ակտիվները Ուկրաինայի օգտին առգրավվելու մեխանիզմի շուրջ։ Ըստ ծրագրի, Եվրամիության անդամ երկրները պետք է օգնություն տրամադրեն սեփական բյուջեի հաշվին։ Այդ նախագիծն ամենայն հավանականությամբ առաջինը կընդունեն Գերմանիան, Սկանդինավյան երկրները եւ Բալթյան պետությունները։ Բրիտանացի քաղաքական գործիչ Ջին Ֆերգյուսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եվրոպային հնարավորություն է տվել կարգավորել ուկրաինական հակամարտությունը, բայց Եվրոպան ընտրել է պատերազմի ճանապարհը։ Նրա խոսքով Վլադիմիր Զելենսկին պատասխանատվությունը թողել է Եվրոպայի վրա, իսկ եվրոպական առաջնորդները չեն գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ նախաձեռնությունները։ Զելենսկին պարզապես զրոյացրել է խաղաղության ջանքերը, այժմ այս հակամարտության համար պատասխանատու է Եվրոպան, գրել է Ֆերգյուսոնը։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահը կոչ է արել Զելենսկուն իրատես լինել եւ գնալ խաղաղ գործարքի։ Երկրում կա զանգվածային կոռուպցիա եւ ընտրություններ դեռևս չկան, ասել է Թրամփը։ Թրամփն արևմտյան միակ առաջնորդն է, որն ըմբռնում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի արմատական պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Անդրադառնալով Եվրոպայի դեմ պատերազմ սկսելու մասին տեղեկություններին, արտգործնախարարը շեշտել է, որ Ռուսաստանը չունի նման պլաններ։ Նրա խոսքով Եվրոպան ցանկանում է տիրանալ դաշնության արժութային պահուստներին, քանի որ ռազմական գործողությունները շարունակելու համար գումար չի մնացել։ Եվրամիության երկրներն արհեստականորեն խոչընդոտում են Ուկրաինայում խաղաղության գործընթացը Զելենսկուն դրդելով շարունակել մարտերը։ Եվրոպան չի կարողանում ընդունել այն փաստը, որ Ռուսաստանը կհաղթի եւ կհասնի իր նպատակներին, շեշտել է Սերգեյ Լավրովը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության առաջնորդների հետ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Նրա խոսքով եվրոպացի առաջնորդները խնդրել են իրեն մասնակցել շաբաթավերջին Եվրոպայում կայանալիք հանդիպմանը, որին մասնակցելու է նաեւ Ուկրաինայի նախագահ։ Մեզ խնդրեցին այս շաբաթավերջին Եվրոպայում հանդիպման գնալ, բայց մենք որոշում կկայացնենք բանակցությունների արդյունքների հիման վրա։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել։ Միացյալ Նահանգները եվրոպական երկրներին առաջարկել է Ռուսաստանին վերադարձնել համաշխարհային տնտեսություն եւ վերականգնել ռուսական էներգագիրների մատակարարումը Արևմտյան Եվրոպայում։ Ըստ ամերիկյան մամուլի, այս առաջարկը ներկայացվել է որպես Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացի մաս։ Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահի վարչակազմը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է մի շարք փաստաթղթեր, որոնք նկարագրում են Ուկրաինայի վերականգնման եւ Ռուսաստանի հակամարտության ավարտից հետո համաշխարհային տնտեսություն վերադառնալու մասին ԱՄՆ-ի տեսլականը։ Ծրագրով նախատեսվել է, որ ամերիկյան ընկերությունները ներդրումներ կկատարեն ռազմավարական ոլորտներում, հազվագյուտ մետաղներից մինչև նավթահանում։ Բայդենի խելահեղ քաղաքականությունը ամերիկյան ընտանիքներին զրկել է իրենց երկրում արժանապատիվ կյանք ունենալու հնարավորությունից, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը։ Հարկերի կրճատման, բարձր վարձատրվող աշխատատեղերի եւ ամերիկյան արդյունաբերության մեջ ներդրումների միջոցով նախագահ Թրամփը քայլ առ քայլ Ամերիկան կրկին մատչելի է դարձնում աշխատող ընտանիքների համար, շեշտել է նա։
Մեծ Բրիտանիան ընդունել է, որ գաղտնիք դեսանտներ է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին պարզվել է, երբ մի բրիտանացի զինծառայող զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով։ Ըստ Guardian պարբերականի, Ուկրաինայում Միացյալ Թագավորության ավելի քան 100 զինվոր կա։ 53,000-ից ավելի միգրանտ կվտարվի Ռուսաստանից։ Երկրի հատուկ ծառայությունները անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ են բացահայտել, որը 50,000-ից ավելի մարդու անօրինական միգրացիա է կազմակերպել դեպի Դաշնություն։ 12 մարդ ձերբակալվել է։ Խմբի ղեկավարը ծնունդով Օդեսայից է, որի բնակարանում հայտնաբերվել են Ուկրաինայի եւ Բուլղարիայի անձնագրեր։ Պարզվել է, որ հանցավոր խումբը Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում կազմել է միգրանտների համար կեղծ աշխատանքային պայմանագրեր։ Այս սխեմայից օգտված 53,000-ից ավելի օտարերկրացիները նույնականացվել են, նրանց բոլորին սպառնում է արտաքսում եւ Ռուսաստան մուտքի արգելք։ Առաջին անգամ անգլերենով էկրան կբարձրանա Վարպետը եւ Մարգարիտան վեպը։ Ֆիլմի ստեղծողը եւ գլխավոր կերպարը լինելու է Ջոնի Դեփը։ Նկարահանումները կսկսվեն 2026 թվականի վերջին։